եւ ես ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել այս կետին հասնելու առիթով, որովհետև այո, այս կետին հասնելու համար ժողովուրդ ջան, շատ դժվար որոշումներ են կայացվել, շատ դժվար որոշումներ, մեզ եւ ինչի մեզ չցրեմ այդ ամենը շատերի վրա, ինձ մեղադրել են դավաճանության մեջ, ինձ մեղադրել են, չգիտեմ, օտարներին ծառայելու, ամեն ինչի մեջ մեղադրել են, բայց այսօր շատ կարևոր է հասկանալ հետևյալը, որ մենք այսօր իրականում խաղաղության խաչմերուկ դառնում ենք եւ մենք նաեւ այսպիսի բանակ ունենք արդեն այդ թվում 2022-ին եւ 2024-ին կայացրած որոշումների համար։ Ես մայիսի 28-ին ելույթում էլ ասացի, պետք է հասկանալ ինչն էր պատճառը, որ մենք 2019 կամ 20 թվականներին չունեինք բանակ այսպիսի, չունեինք այսպիսի սպառազինություն եւ տեխնիկա։ Դրա համար եղել է երկու պատճառ։ 2018 թվականից ես ամեն օր այդ թեմայի վրա աշխատել եմ, բայց զենքի միջազգային շուկան մեզ համար ըստ եղել է կամ փակ, կամ դժվար հասանելի։ Երկու պատճառով։ Առաջինը մեզ ասել են, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ արևմտյան տեխնոլոգիաները մեզ չեն կարող լինել հասանելի, որովհետեւ դա կնշանակի տեխնոլոգիաները փոխանցել ՀԱՊԿ-ի։ Բայց սա այնուամենայնիվ ամենակարևոր պատճառը չի եղել։ Ամենակարևոր պատճառը եղել է այն, որ միջազգային գործընկերները եւ արևմտյան եւ արևելյան ասել են հետեւյալը, որ մենք իրենք համոզված են, որ մենք այդ զենքը մտադիր ենք օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս եւ հետեւաբար իրենք չեն կարող մեզ զենք վաճառել։ Եվ միայն 2022-ի Պրագայի որոշումից եւ 2024 թվականի մեն հայտարարությունից հետո, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, զենքի միջազգային շուկաները բացվել են մեզ համար եւ իմիջիալոց ռազմարտունաբերական համալիրի զարգացումը մենք պետք է նաեւ արձանագրենք, որ շատ այդ կոմպոնենտներ մենք ներմուծում ենք ամեն ինչի, որ Հայաստանում է արտադրվում եւ իմիջիալոց բոլոր երկրներում է այդպես է։ Ոչ մի երկիր իր կոմպոնենտների 100%-ը չի արտադրում։ Եվ ես ելի ուզում եմ ընդգծել, որ մենք ի վերջո դուրս ենք եկել աշխարհքաղաքական թակարդից։ Եվ այո, մեր նահատակների գնով, կյանքի գնով մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, եւ որ կարևոր է անսահման հեռանկարներ ունենք մեր առաջ, անսահման եւ միայն ու միայն մեզնից կախված մենք կօգտվենք այդ հեռանկարից եւ հնարավորությունից, թե ոչ։